Բարև ձեզ, ես Ինեսան եմ, Pure Pilates by Inessa ակումբի համահիմնադիրը, ակումբ, որը հանդիսանում է Հայաստանի առաջին և միակ մասնագիտացված Պիլատեսի դպրոց ստուդիան։ Իսկ ես ձեզ եմ ներկայացնում իմ այսօրվա հյուրերին, Լուսինեին և Մարիային, իմ շատ սիրելի հաճախորդներն են, որոնք դարձել են նաև իմ արդեն երկար տարիների ընկերները։ Ողջույն իմ սիրելի հյուրեր։ Ես սովորաբար միշտ հաղորդումը սկսում եմ մի հարցով, թե որտեղից եք իմացել Պիլատեսի մասին, ոնց եք ից գտել, բայց ձեր հետ ուզում եմ ուրիշ հարցով սկսեմ։ Ուզում եմ սկսել այն հարցից, թե դուք երկու տարբեր սերունդներ միասին սկսեցիք մարզվել, միասին սկսեցիք գալ ինձ մոտ իմ դասերին Պիլատեսի։ Այդ տարիքային տարբերությունը, օրինակ ձեզ չէր խանգարում, լինում է, չէ, որ երիտասարդները, չգիտեմ, այտենց հավես չեն ունենում առավոտ շուտ վեր կանան, բայց մաման ուզում է վեր կանա կամ դու այդ ժամանակ սովորում էիր, հա։ Դու այդ ժամանակ սովորում էիր, մաման աշխատում էր, դուք իրար հետ ոնց էիք կարողանում տենց հարմարացնել։ Երևի ես սկսեմ այդ հարցին պատասխանել, որովհետև ինձ թվում է ես եմ ոնց որ այդ ցեցը գցել Պիլատեսի, որովհետև երբ որ սկսեցի մարզումներս, սկսեցի ամեն ինչի գնալ, ուզում էի հասկանալ որն է իմը, ու ինձ կողքից անդադ ասում էի, որ Պիլատեսը ամենան է, չէ, գնա յոգայի բան, ուրեմն այդ բոլորը գնացի, ինչ որ կար, բոլորը գնացի, այդ խմբակային պարապմունքներին ինչ որ գնացի, եկա հասա մենակ յոգայի չէի գնացել, եկա հասա Պիլատեսի ու հասկացա, որ Պիլատեսը ես պետքա շարունակեմ, ուրեմն եկել եմ տուն, Մարիային անընդհատ ասում եմ, ման, խնդրում եմ էլի գնա այդ Պիլատեսին, որտեղ երկուսս էլ գնում էինք մարզումների։ Դուք մի վարքան իմ դասին առաջ անգամ մենակ եք եկել, չեմ հիշում։ Ես մենակ եմ եկել, առաջին անգամ խմբակային եկել եմ մենակ ու ինքս որոշել էի, որտեղ այդ հնարավորությունը կար, որ պետքա հետո էլ պետքա առանձին գամ պարապմունքների, ես արդեն 100%-ով որոշել էի, որ ես գնում եմ Պիլատեսի։ Մարիային ասում է, չէ, հետաքրքիր չի, դանդաղ է, էսա այնա, որովհետև ինքը ուզում էր ավելի ակտիվ, ինչ որ ջիմը լինի, չգիտեմ, այն թռիչքայինը ոնց էր կոչվում, դա մի խոսքով։ Ու ինչ որ երևի մի 5-րդ անգամից հետո ինքը սենց թթված հետս եկավ, ասեց, օքեյ, այս անգամ հետը գալիս է, հիմա արդեն չենք փոկում, են որ անգամ շաբաթ լինի, կիրակի լինի, ինքը պարապմունքը բարձ չի թողում, էլ չասեմ, որ տանն էլ է պարապում առավոտյան։ Մար, իսկ օրինակ որ մաման համոզեց քեզ բերեց, չգիտեմ, սպասումները, բնականաբար լրիվ ուրիշ էր, չէ՞, մի հատ ուզում եմ որ պատմես, որ չէ, դու սպասում էիր, որ գալու ես, ինչ որ դանդաղ, անհետաքրքիր, դասարանը։ Հա, թվում էր թե լրիվ այլ կերպ անցնելու, որովհետև նամանավան ջիմի դեպքում ոչ մեկ չի խոսում տեխնիկայի մասին, այսինքն այնտեղ կարևորը արագությունն է, այնտեղ կարևորը տեմպն է, ինչ որ քաշերը, ծանրությունը եւ այլն, այսինքն շեշտադրումը միշտ ինչ որ ուրիշ բաների վրա էր։ Կամաց ու շատ երկար տևեց իրականում այդ մտքի փոփոխությունը, երբ որ արդեն սկսում ենք տեխնիկայի մասին խոսել ու պարապմունքի բավականին մեծ ժամանակը նաեւ գնում է նրա վրա, որ մենք պատրաստենք մեզ այդ վարժությանը։ Այդ լրիվ արդեն ուրիշ մի հատ զոնա է, որի մեջ որ դու մտնում ես ու զգում ես, որ չէ, սա պահանջում է մաքսիմալ կոնցենտրացիա, որ իր դանդաղությունը իրականում ունի իր պատճառները ու շատ հենց այդ դանդաղությունն է ստեղծում այդ ամբողջ ներդաշնակությունը բոլոր մկանների։ Դրա մեջ որ կամաց մտնում ես, հասկանում ես։ Այսինքն առաջի օրը չհիասթափեցրեց քեզ։ Չէ, հակառակը։ Դու էլ գնացել։ Մենք գնացինք համոզեցինք մեր պապային։ Հա, իրականում պապան է պետք է մեզ հետ այսօր լիներ, բայց ինչ պատճառներով չստացվեց, ու այդպես դուք ամբողջ պապայի պատմությունն էլ կուզենամ որ պատմեմ, որտեղ իրոք հետաքրքիր էր։ Լուսինեն իմ մոտ գրանցվեց անհատական դասի, որ մի հատ տեսնենք, չէ, ռիֆորմերը այդ ժամանակ այդ ակումբում, որտեղ ես աշխատում էի, մենակ մի ռիֆորմեր կար, այո։ Հա, որտեղ պապան էլ ուներ մեջքի խնդիր, չէ, ու այդ ժամանակ արդեն պապան տունը ինչքան գիտեմ անում էր վարժություններ ամեն առավոտ, որ իրան լավ զգալ։ Ու մաման երկար ցենց ինձ ուսումնասիրելուց հետո, դաս ուսումնասիրելուց հետո դե բնականաբար ինձ էլ մի հատ էլի հետաքրքիր ցենց ծիծաղալու պատմություն կա, բայց դա էլ պետք է պատմեմ։ Ու հետո դուք գնացիք տուն, ամուսնու խորհուրդ տվեցիք, չէ, ասեցիք, ոնց ինքը տուն ասեցի, Վարդ, գիտես, դու պետքա գնաս Պիլատեսի։ Իր ռեակցիան ոնցն էր։ Կարծեմ սկզբից տենց չէր ուզում վերաբերվել։ Հա, բայց մարդկանց համար Պիլատեսը, հա, ասեցի խնդրում եմ, պետքա գնաս, գոնե անհատական գնա, դե որտեղ խմբակայինը աղջիկների էին, հաստատ չէր գա տենց խմբակային։ Ասեց օքեյ։
ու սենց եկա ասում եմ շատ սիմպաթիչնի աղջիկա, պուճուր-մուճուր սիմպաթիչնի աղջիկա չգիտեմ ոնց համոզեցի, ես ինքս էլ էի զարմացած այդ դրանից, որ ինքը համոզվեց ու եկավ այդ անհատական ու հետո երկար տարիներ Կարծում եմ որ տեսելա որ դուք ամեն առավոտ տենց ոնց որ չեք ալարում, չէ, վերես, որտեվ առավոտ մարզվելը գնաց։ Այդ եմ ասում, արդեն իրան էլ ոգեշնչում։ Ժամ 15 րոպե շուտ էինք տանից դուրս գալիս, որ այդ խթանների մեջ չընկնենք։ Իրա տպավորությունը օրինակ առաջի դասից հետո, չգիտեմ, ես չեմ հարցել, չեմ հիշում, չի պատմել։ Առաջին տպավորությունը կարծում դրական է եղել, եթե շարունակել։ Երևի դրական էր, որովհետև ես շատ ուրախ էի, որ ինքը եկավ տուն ու բավարարված էր ու սենց ինչ որ սենց դրական ոնց որ դինամիկա ուներ, էլի ոնց որ հենց առաջի պարապմունքից հետո ու հասկացանք, որ ճիշտ ուղու վրա ենք, որ ինքը պետքա մարզվի։ Ինձ ամենաշատը ինչն էր ուրախացնում, որ Վարդանը բժիշկ էր ու ես նախ առհասարակ բժիշկների հետ շատ հաճույքով եմ մարզում, որովհետև գիտեմ իրանք ինձ կես բառից հասկանում են, տենց երկար ինչ որ բան բացատրել պետք չի ու լինելով բժիշկ այդ ժամանակ դիմացնոտային բաժնի ղեկավարն էր, հայտնի իմպլանտոլոգ ու իր գնահատակն իմ համար շատ կարևոր էր, որ ինքը ասեց, ինչի համար մարդ վիրահատվի, եթե կարա պիլատես անի, ու ինքը լրիվ արդեն մինչև իմ հետ մարզվել է, ինքը հասկանում է, որ այդ վարժությունները, որ ինքը ամեն օր անում է, դա դեղի եւ բուժման պես է իր համար, այսինքն ամեն փոխարինում է, այո, նույնիսկ ես հիշում եմ մի քանի տարի հետո արդեն ինքը ոնց որ գնաց նկարեց մեջքու, ասեց որ իր գրժան փոքրացել է, ասեց այն չափսը որ ունեցել է մինչև ոնց որ մեր մարզումները ու հետո արդեն ավելի փոքր է եղել, ինչը իմ համար սենց այն ամենամեծ գնահատականն էր ու ես շատ անգամ papayin ոնց որ թույլտվություն էի հարցնում, կարելի է ես ձեզ նկարեմ, որովհետև այդ ժամանակ ես որ աշխատում էի, նախ այդ ակումբը միակ ակումբն էր, որ ուներ ռիֆորմեր ու ես այն շատ ակտիվ քարոզում էի ռիֆորմերը, պիլատեսը իմ Instagram-յան էջը ակտիվացրել էի, իմ հաշվին գովազդներ էի միացնում ու ուրախանում էի, որ կարելի է որ տղամարդուն են նկարեմ, ինքն է որ թույլ էր տալի, որ նաև տղամարդկանց քարոզեի, որ տեսեք տղամարդիկ զբաղվում են, ինքը տղամարդկանց համարել է ու մի անգամ հիշում եմ, որ դեպք պատմեց, որ ասում հա տարա էս մեր վարժությունը տալը ընկերների հետ նայում էինք ցույց էի տալիս ու ընկերները նայեցին, քեզ նայեցին, ասեցին, բայց էս Լուցինեն ո՞նց է թողում, որ դու գնաս իր մոտ բայպես, ասեց ընկերները ասեցին, как Լուսինե тебе доверяет, ասում էլ բան չէ, թե ընկերները ու Վարդանը պատասխանեց, որ она не мне доверяет, она Ինեսի доверяет։ Իրականում շատ ուրախ է, շատ կուզեի, որ դուք երեքով այստեղ նստած լինեիք ու դուք իմ հետևից հենց ոնց որ քայլ առ քայլ այդ մի ակումբից ես դուրս եմ եկել, հիմա բացել եմ իմ ակումբը, այդ արտահայտությունը հա իրականում շատ եմ լսում ու իմ հետ միասին գալիս եք, նույնիսկ Մարիա դու որոշեցիր վերապատրաստում անցնես, այնքան այսինքն ես քո մեջ սերմաներել եմ, մցրել եմ այդ սերը պիլատեսի շարժման, որակով շարժման նկատմամբ, որ դու ոնց որոշեցիր օրինակ մատ պիլատեսի վերապատրաստում անցնես։ Դե դրան շատ երկար ենք եկել, նախ եկեք նաև ֆիքսենք, որ մենք 10 տարի արդեն միասին ենք, միասին մենք այս ճանապարհը անցնում ենք մատ պիլատեսից, մինչև երբ որ արդեն այստեղ եկա մենակ ռիֆորմեր է, այսինքն ձեզ մոտ գալիս եմ 2-3 անգամ շաբաթական։ Հա, սկզբից դուք նշենք, որ գալիս էիք մատ պիլատեսի ակումբում շաբաթը կոവിഡ്ի ժամանակ, 3 անգամ, կոവിഡ്ի ժամանակ մեր պարապմունքները չդադարեցին։ Այո, անցան Zoom-ով, ճիշտ է, Zoom-ով էինք պարապում, միանում ենք ես ու մաման։ Մենք անբաժան ենք, մաման այո կատուն։ Ճիշտ է, ու մեր կատուն մեզ հետ պարապում էր, մաման հետո բավականին երկար ձեզ հետ շարունակեց էլի Zoom-ով պարապել, հետո դուք բացեցիք Zoom-ով ես հիշում եմ, այո, COVID-ի տարին բավական մեծ խումբ բացվելը մենք Zoom-ով պարապել ենք։ Zoom-ով պարապեցինք, իրականում այդ հենց COVID-ի տարում, գիտեք, իմոց հենց այդ հենց ճտած մոդս, որ ստուդիան բացելու ժամանակն է, որովհետև երբ որ COVID-ը սկսվեց, ամբողջ քաղաքը հանգստանում էր, բայց ես կփած գործ էի անում, մարզում էի, ու ոնց որ զգալով որ այդ պահանջարկը արդեն ունեմ, սկսեցի գծագրել ստուդիան բացելու պլանը, որ իրականում այո, շատ ճիշտ որոշում էր։ Միանշանակ, հաստատ։ Իհարկե on-line պարապողները դրանից տուժեցին, որովհետև այդ ընթացքում դուք աշխարհի տարբեր կետերից էին ձեզ միանում։ Երբ որ COVID-ը վերջացավ, շատ էին ինձ, երևի մի տարի ինձ գրում էին, եկեք ինչ կլինի, շարունակենք, բայց ուղղակի ֆիզիկապես չէի հասցնում։
Հետո արդեն երբ որ ստուդիան բացվեց, ես սկսեցի այստեղ գալ ռիֆորմերի, բայց ինչ որ մի կետ է գալիս, երբ որ դե ոնց է կամած ես, չէ՞, այդ ուժգնությունը ավելացնում նագրուսկան, ու զգում ես, որ հա, ռիֆորմերը շատ լավ է ու դու անընդհատ իրանով արդյունքներ ես զգում, որովհետև մենք էլ միշտ դժվարանում են վարժությունները, այսինքն ոչ մի պահի չի հեշտանում այդ պարապմունքը, որովհետև անընդհատ կա ավելի դրա բարդ տեսակը։ Անընդհատ բացահայտում ես ինչ որ նոր հնարավորություններ, բայց միևնույնն է ավելի շատ ես ուզում։ Ու երբ որ մի քանի անգամ, օրինակ, երբ որ դուք բացակայում եք ու ես տանն էի ստիպված լինում անել, ես հասկանում էի, որ իրականում մատ պիլատեսն էլ իր ուրույն տեղը ունի ու մեկը մյուսին ընդհանրապես չի փոխարինում, այլ հակառակը փոխլրացնում են։ Ու այդ իմ հին հիշողությամբ այդ պարապմունքների մատ, որ արել էինք, սկսեցի ինքնուրույն այդ վերհիշելով կամած անել, բայց միևնույնն է, քեզ ամբողջությամբ չես վստահում մի տեսակ մտածում ես կարող եմ մի բանը սխալ արեցի, հանկարծ մի բան չանեմ, որ ինձ կարող է կանչում ես, Չէ, իրականում իրականում երբ որ մասնագետը կողքը տա, ճիշտ է, հիմա շատ on-line օրինակ մարզումներ կան, չէ, որոնց ես դեմ չեմ, ինքը իրականում շատ լավ ալտերնատիվ տարբերակ է, այն մարդու համար ով չի հասցնում, ով գուցե գումար չունի, ով ֆիզիկապես իրոք չես հասնում, ինքը շատ լավ ալտերնատիվ, բայց եթե հնարավորություն ունես, դա պիլատեսի մասին է խոսքը, ինստրուկտորի հետ պարապելու, դա շատ կարևոր է, որովհետև հատկապես եթե դու ծանոթ չես մեթոդին ու դու on-line անում ես, դու քեզ կարող ես վնասել, դու ուղակի շարժումը կտեսնես, կկրկնօրինակես առանց որևէ պրինցիպներին հետևելու, առանց այդ նյուանսները ու այդ մանրուքները սովորելու, որը որ պետք է անպայման մասնագետը ասի։ Հա, ու չնայած նրան, որ այդ ամեն ինչի միջով մենք միասին արդեն անցել էինք բավականին Ծանոթ երկար, էինք, հա, միևնույնն է, թվում էր, թե ինչ որ բաների ես ամեն դեպքում չեմ տիրապետում, որովհետև ինչքան էլ դուք ասեք, բնականաբար ես ուսուցիչ չեմ դառնում դրանից կամ դրա կրողը չեմ դառնում ու այդպես համընկավ, որ նաև նույն ժամանակ դուք տեղադրեցիք արդեն այդ հնարավորությունը վերապատրաստման ու որոշեցի, որ անպայման պիտի ես էլ անցնեմ այդ վերապատրաստումը, ինքը հենց այդպես էլ կոչվում էր teachers training, բայց իմ մտադրությունը երբեք չի եղել ուսուցիչ դառնալ, այլ ուղղակի գալ այդ ամեն ինչը փորձել մաքսիմալ կլանել ու արդեն կիրառել ինքս իմ հետ պրակտիկայի մեջ ու դա վստահաբար իմ ամենալավ, ամենաճիշտ որոշումներից էր, որովհետև դրանից հետո իմ պարապմունքների որակը էական լավացել է։ Այո, հատկապես եթե տանը մարզվում ես, պապան էլա մարզվում, այսինքն դու կարաս պապայի հետ մի օր տանը իրար հետ դասանեք, մամայի հետ տանեք, դա իսկապես եթե դու գիտես, որ դու դրա մեջ ապրում ես, այդ մեթոդը միշտ քեզ հետ է լինելու, իրան սենց մանրակրկիտ ուսումնասիրել շատ կարևոր է։ Հա, ու իհարկե դրանով ճանապարհը մենակ սկսում է, այսինքն ինչքան սովորում ես, այնքան հասկանում ես։ Ով դու արդեն հասկանում ես։ Ես միշտ որ գալիս եմ վերապատրաստումներից, Մարիան սկսում է իր հար մի հատ պատմեք, էլի, արդեն ես գիտեմ, որ դու էլ հասկանում ես ինչի մասին է խոսքը, ինչքան հետաքրքրությամբ ես լսում, պատկերացնում։ Հա, ու երբ տեսնում եմ ձեր ճանապարհը, երբ որ դուք արդեն 20 տարուց ավել է, չէ, պիլատեսի մեջ եք։ Հա, ու դեռ ինչքան բան ունեք սովորելու, ամեն անգամ գալիս եք ինչ որ նոր հորիզոններ բացահայտած, հասկանում ես, որ ինչ որ դու սովորել ես, դա ընդհանրապես sense դուրն ես բացել այդ պիլատեսի ճանապարհի, բայց միևնույնն է, այդ հիմքներն են, այդ հիմքն է, այդ հիմունքներն են, որոնց վրա որ կառուցվում է մնացած ամեն ինչը։ Всё, նավը նստել եք, էլ իջնել չկա, նավը կանգառ չունի։ Լուսինե ջան, օրինակ ձեր աշխատանքը նստակյաց աշխատանք է, չէ՞, դուք աշխատում եք մատենադարանում, մի հատ կհիշացնեք։ Այո, մատենադարանի վերականգնման բաժնում եմ աշխատում, նստակյաց իրական շատ հետաքրքիր բաժին է, ես մի անգամ ինձ Լուսինեն հրավիրել էր, հյուր էի գնացել ու զարմացել էի, որ բոլոր չէի զարմացել, որ միշտ ես տեսնում եմ ինչ որ նստակյաց աշխատողի, միշտ մտքում եմ, վայ ինչ մեղք է, վայ ոնց է իրան պիլատեսը պետք, որտեվ օրինակ ես վերապատրաստումից հիմա հետ եմ եկել, իմ մեջքը ահա որ հոգնած է նրանից, որ ես նստած այդ վերապատրաստումը անցկացրել եմ նստած, իմ համար դժոխք էր այդ նստած։ 3 օր 7 ժամ նստես, այդ լեկցիան գրես, լսես, պրակտիկանում էինք, բայց շատ քիչ, բայց մեջքս ահա որ հոգնել էր ոչ մի բան չանելուց, ուղղակի նստելուց։ Ու շատ կարևոր է ձեր համար մարզվելը, նստակյաց կյանքը առհասարակ ողնաշարի համար 1 թշնամին է։ Անհնար է, ուղղակի այդ մարդկանց ես հենց խորհուրդ եմ տալիս, որ անպայման շարժվեն թեկուզ, չգիտեմ, չեմ ասում պիլատեսի գան, բայց պիլատեսի գան շատ ավելի լավ է, որովհետև պիլատեսով արդեն մկանները այնքան ճիշտ ես զարգացնում, որ ուղղակի կարողանում ես ճիշտ նստել ու վնաս չտալ ոչ ողնաշարին, ոչ ներքին օրգաններին ու ոչ մեկին։ Տարբերությունը դուք օրինակ նստակյաց ձեր աշխատանքի չմարզված ժամանակ ու մարզված ժամանակ նկատեցիք։ Շատ նկատվում է այդ տարբերությունը ու անգամ միտք ունեի այն սկզբում երբ որ պիլատեսի գալիս էի սենց որ ուշքս գնում էր սպասում էի այդ օրվան թե երբ եմ գնալու
որոշելի, մտովի սենց մտածում ասում ինչ լավ կլներ, ասենք մեր ընդմիջման ժամերին, ես այնտեղ ինչ որ սենց մի հատ մինի մարզման սենց ինչ որ բան ժամ, չգիտեմ, թեկուզ 15 րոպե կես ժամ էլի կազմակերպեմ, ասում էի շատ լավ կլներ, որովհետև բոլոր բողոքում են, մեկը մեջքից է բողոքում, ուսից է բողոքում, դե բնականաբար ամեն մեկը ունի իր մասնագիտական ոնց որ ցավոտ տեղերը, էլի։ Ես իդեպ չեմ մոռացել, որ ես խոստացել եմ ձեզ Սպասում այո, ձեր թիմին հրավիրեմ, ուղղակի այնքան շատ եմ լինում ժամերը նայում եմ, չէ, ժամին զբաղված եմ, ժամին զալազատը, բայց զբաղված եմ, բայց անպայման կգտնեմ։ Մար, իսկ դու երբ որ սկսեցիր մարզվել, ես հիշում եմ դու սովորում էիր ամերիկյան համալսարանի բիզնես բաժնում։ Ու հիշում եմ ես այդ հարցը որ քեզ տվեցի, մար, բայց ասում են այդ բաժինը շատ դժվար է, շնչելու ժամանակ չկա։ Դու ո՞նց ես հասցնում գաս մարզվես։ Ո՞նց էիր համատեղում ուսումը, մարզումների հետ։ Ու հիշում դու շատ հանգիստ էիր, տենց ինչ որ այդ վիճակը ոնց որ նկարագրվում էր, ես չէի տեսնում քո մեջ։ Որովհետև իրականում երբ որ ավելի շատ բաներ ունես ու գիտես որ դու հստակ օրինակ ունես այսքան ժամանակ պարապելու համար, հետո դասերիդ համար այսքան ժամանակ, դու շատ ավելի այդ քո ունեցած ժամանակը օպտիմալ ու լավ ես օգտագործում, այսինքն դու գիտես որ դու ունես որոշակի սահմանափակում ու դու ենթադրենք եթե ունես 2 ժամ դասերի համար, դու այդ 2 ժամում պետք է մաքսիմալ կենտրոնանաս պարապես։ Իրականում մարդուց էլ է, որովհետև Մարիայի դեպքում ինքը եթե մի օրվա մեջ կարա 10 բան անի, նորմալ մարդը կառավարումը լավ է աշխատում։ Նորմալ մարդը չի հասնում, բայց ինքը ամեն ինչ հասնում։ Մի քիչ պրիորիտիզացիայի հարցել է, հիմա նույնը աշխատանքի ժամանակավերաբերում, իրականում շատ մարդիկ հենց աշխատանքն է, չէ, պատճառը, որ իրանք չեն հասցնում հաճախել, այցելել եւ այլն։ Իմ համար պրիորիտետ է պիլատեսը ու ես կարող եմ իմ օրը դրա շուրջ կառուցել եւ ոչ հակառակը էլի, այսինքն եթե ես այդ օրը չեմ հասցնելու գալ ձեզ մոտ, ես հաստատ առավոտյան շուտ կարտնանամ, կմարզվեմ ինքս ու հետո իմ օրը կշարունակեմ, որովհետեւ ես գիտեմ, որ այդ պարապած ժամանակը ինքը իմ օրվա որակը ամբողջությամբ փոխում է, իմ տրամադրությունն է փոխում, այն որ զգում ես, որ արդեն կեցվածքդ այլ է, երբ դու պարապել ես, դրանից ելնելով արդեն քո ամբողջ օրը լրիվ ուրիշ ձև է գնում։ Ու այդ զգացողությունը դու արդեն ոչինչի հետ չես փոխի։ Դու գիտես որ դա երբ որ չկա նամանալ երբ եղանակը դուրսը վատնա ոչինչ չես ուզում անել գոնե մի քիչ մարզում ես հա մի քիչ տեղն ինեսա մի բան էլ ասեմ էլի երաժշտությունը որ միացնում է գիտեք ինչ մեծ կապ ուներ այդ ամեն ինչի հետ ենք կարոտում ձեր playlist-ը Լուսինեն խոսում հա ես ունեի հավաքած playlist իմ բոլոր ոնց որ են մանկության, պատանեկության, դպրոցական հին են լավ բոլոր տրեկերը ունեմ մի քանի սենց սետով հավաքած այդ ֆլեշկաս չեմ գտնում գտնեմ այստեղ կսկսեմ միացնել ոչ մի անգամ մենք այստեղ չենք լսել այդ մեքենայի մեջ է կարծեմ հա այդ playlist-ը ու շատ մարդիկ կային որ վազելով գալիս էին որ այդ երաժշտությունը լսեին իրականում հա կամ էլ արանքում շազամ ես անում որ հասկանաս որ կոմոդ ունենաս հա շատ ուրախ եմ որ հիշում եք այդ սա իրականում մարայի որ այդ արտահայտությունը որ ասիր որ դու տենց դասավորում էիր առաջնայինը պիլատեսը ես լսել եմ շատ հաճախորդներից որ իրանց աշխատանքը իրանց հանգիստը ում հետ ինչ պայմանավորում ասեն մի րոպե մի հատ պիլատեսի ժամը նայեմ այսինքն ամեն ինչ պետք է լինի պիլատեսի ժամից առաջ պիլատեսի ժամից հետո ու ես այ հիմա նոր եմ ճամփորդությունից հետ եկել ես մի բան հասկացա որ ճամփորդությունը շատ լավն է շատ լավ բան է բայց ինքը խախտում է սաղ մեր գրաֆիկը միակ ոնց որ այդ բացասական բանը որ իմ մեջ կա ճամփորդության ժամանակ որ իմ սննդակարգը խախտվում է իմ գրաֆիկը մարզվելու խախտվում է ասենց մի հատ ասենց կաշայա դառնում ու հետ ես գալիս սկսում ես այդ ամեն ինչը ճիշտ է ես օրինակ փորձում եմ այս 11 օրվա մեջ որ ես չկար երկու անգամ հասցրել եմ մարզվել եմ չնայած նրա որ շատ քայլել եմ բայց օրինակ սննդին էլ չես հետևում երբ որ դու կանոնավոր չես մարզվում մի տեսակ արդեն սննդակարգն էլ այնտեղ արանքից դուրս գալիս դա համար որ ու ունեցել եմ նույնիսկ հաճախորդներ որ այդ հանգիստն են պլանավորել դաժե մի քանի անգամ եղել է որ մտածել եմ այս մարդկանց ամուսինները երևի ինձ ատում են որտեղ մի անգամ մի հատ հաճախորդ ունեին ասում էին Ինեսա ջան մամուսինս ասեց ուզում էինք ուրբաթ-շաբաթ կիրակի գնայինք Փարիզ ես ասացի ոչ ես իմ պիլատեսը չեմ բաց թողելու ու չեն գնացի ասում ձեր ամուսինները ինձ մի օր բռնելու են սպանեն ուղակի ու տենց արտահայտությունները sense հիմա մտքից չի գալիս բայց շատ եմ ունեցել որ ինչ որ ամուսնուն կամ տունը չեմ մի վարքան ես պիլատեսի եմ առաջինը պիլատեսը հա իրականում իմ ընկերներն ու հարազատներն էլ կփաստեն ես որ ճամփորդում եմ ինչ որ միտեղ առաջին բանը որ անում եմ հենց հասնում հյուրանոց զանգում reception ասում եմ խնդրում եմ ինձ յոգայի կովրիկ ուղարկեք սենյակ ու այդ ամբողջ ընթացքում պահում եմ այդ կովրիկը որ գոնե արանքներում հասցնեմ մի քիչ մարզվել բայց իրոք այդ կառուցած ռուտինային ես շատ եմ կարոտում երբ որ ճանապարհորդում եմ ու այդպես անհամբեր սպասում եմ որ գամ վերադառնամ այդ գրաֆիկի մեջ որովհետև իսկապես դա արդեն ինչ որ բան է որի կարիքը քո մարմինը ունի Հա, հիշում եմ մի անգամ
գիշերը ոնց որ թռիչք ուներ, գիշերը վերադարձավ տուն, Մարիան գործուղման էր գնացել, առավոտյան պիլատեսի դաս ունի, ոնց որ գիշերը ժամը 4-ին ենթադրենք եկավ, առավոտը ժամը 10-ին ինքը պիլատեսի էր։ Ես միշտ այն հումորով ասում հաճախորդները այրապորտից մի անգամ Այրապորտից գալիս են են։ պիլատեսի դասի։ Հիշում եմ մի անգամ պապայի հետ էլ դե գիտեք անհատական դասերը միշտ խոսում ենք, զրուցում ենք, բայց նաև գիտեք, որ մեր դասը Հա, երբեք ինքն էլ դրանից շատ դրանից հաճույք էր երբեք չէր տուժում։ Մի օր պապայի հետ դաս ենք անում, դե գիտեք, ես որ ցույց եմ տալի վարժությունը, դա ժամանաբարձը, սենց կողքից թվում է թե հեշտ է, բայց կարող է տղամարդը մեկ էլ վեր կանա, սենց դողալով։ Մի օր տենց ծանր դաս ենք անում, պապան ինձ ասում է Ինեսա ջան, ստեղ մոտիկ հիվանդանոց կա։ Ես ու սենց լուրջ ասում, հա, ոնց որ բանն է, ստեղից երևի ամենամոտիկը Նայիրին է։ Ինչի՞ ասում, որ ինձ շուտ հասցնեք տանեք։ Հա, մրանքա վերադարձ Ինեսան ինձ այսօր նենց հա տանջել։ Ու մեկ բաներ անում, հիշում ես ցույց էր տալիս վարժությունները, մեկ էլ ասում ենք, որն էր ամենադժվարը, մեկ էլ ինքն էր ցույց տալիս, հետո մենք փորձում ենք հետևից կրկնել։ Դե մեզ համար մի քիչ իր վարժությունները օտար էր, որովհետև այդ ժամանակ ինքը որ ռեֆորմեր էր անում, մենք մատ էինք անում, դժվար էինք պատկերացնում, մեկ էլ մենք էինք մեր մատը ցույց տալիս, կռվածնում էինք, տեսնենք ում համար է իրականում ավելի բարդ։ Ձեր ընտանիքից փաստորեն մի հոգի կա, որ մեր մոտ դեռ չի եկել, դա ձեր փոքրիկ փոքր աղբերն է, իսկ իրան երբևէ չի հետաքրքրել, օրինակ ես ամբողջ տունը գնում եմ պիլատեսի, մի հատ ես գնամ փորձեմ, տեսնեմ ես ինչա որ սենց տարվել են այս մարդիկ պիլատեսով, տունը խոսում են պիլատեսից։ Չէ, իրականում իրոք միակ մարդն է, որ այնքան ոնց ասեմ, անգալ է երևի։ Հա, Իրանը չի։ Հա, ինքը այդքանը Իրանը չի կարողանում այդպես դիսցիպլինայով Հա, պարապել։ դիսցիպլինա չունի, երևի ճիշտ Չէ, է, դե դա է։ նենշի որ հիմա դուք գալիս եք, սաղ պետքա գան կատվով, բանով, սաղով պետքա գան պիլատեսի։ Կատուն Չնայած անում կատու ա մեր շատ հետ, լավ այո։ պիլատես կաներ, այո։ Կատուն կովրիկը շատ սիրում է։ Այսինքն հիմա դուք ես գիտեմ, որ դուք նոր տունիկ եք ձեռք բերել, հեռու եք գնացել, բայց ինձ այնքան ուրախացրել այդ փաստը, որ դուք չեք դադարել գալ։ Այսինքն շատ անգամ լինում են հաճախորդներ, որ տեղափոխվում են մի փողոց հեռու կամ մի քիչ ավելի հեռու, ու իրանք ստիպված ոչ թե մեղադրում եմ, այլ հիմա մարդը չի հասնում, բայց ձեր համար են ոչ մի խոչընդոտ չկա իմ դասերին հասնելու, մեր ստուդիա հասնելու համար։ Դե հա դա կյանքի որակը շատ կփոխի, եթե հանկարծ ինչ որ մի օր որոշես, որ չես կարողանում գալ, դա բախտս էլ է բերել, որ աշխատանքս մոտիկ է, այսինքն աշխատանքային օրերին կարողանում եմ ոտքով գալ ձեզ մոտ, բայց շաբաթ օրը պիտի սկսի ձեզ մոտով շաբաթ օրը։ Այսինքն աշխատող մարդը շատ հանգիստ կարողանում է համատեղել նաև մարզումները։ Դա ընդհանրապես սենց այդ ճիշտ ժամանակի կառավարման, ոնց որ եթե դու կարողանում ես այդ ամեն ինչը ճիշտ կառավարել, ամեն ինչ կարողանում ես հասցնել։ Հա, մեկ լինում է, երբ որ ուշանում ենք, ասենք թե 5 րոպե, 7 րոպե արդեն պարապմունքից անցել է, վայ, ասում է, բաց թողեք։ Footwork-ը բաց Ճիշտ է, որտեղ այդ սկիզբն ամենակարևոր, ամենաօգտակար մասն Հա, է։ ամենակարևոր մասն է, որը իրականում նաև շատ տարբերում է ռեֆորմերը մատ պիլատեսից, այսինքն այդ footwork-ի կտորը շատ դժվար է փոխարինել մատում։ Մատի իհարկե ամենամեծ այսպես կենտրոնացումը որովայնի այդ խորը, հա, որովհետև բոլոր վարժությունների մեջ է ինքը աշխատում, դրա համար իրականում երևի որովայնի համար մատը անփոխարինելի է, իսկ այ ռեֆորմերում այդ ձեռքի ոտքի մկանների խմբերին են աշխատում, դա իրականում չես կարողանա փոխարինել ու դա որ բաց ես թողնում աններելի է։ Այո։ Լավ, իսկ հիմա ամենակարևոր հարցը, որ ես միշտ սկզբից եմ տալի, բայց մենք սենց շատ հաճելի ոնց որ զրույցի բռնկվեցինք, ձեր ամենասենց մեծ տրանսֆորմացիան պիլատեսի օգնությամբ, ձեր կյանքը պիլատեսից առաջ եւ պիլատեսից հետո ոնց կնկարագրեք։ Դե արտաքինից սկսենք, դուք մեզ քանի որ արդեն 10 տարի է ճանաչում եք, գիտեք, որ ես էլ ու մաման էլ բավականին շատ քաշ ենք կորցրել այս ընթացքում, մամ դու ինչքան ես նիհարել այս ընթացքում։ Մաման 13 կիլոգրամ, ես Բայց նաև սննդակարգին հետևելով դա էլ նշենք, որ մենակ հա, մարզումով դա միանշանակ հնարավոր չի, հա, բայց երբ որ այդքան լավ պարապմունք ես Այո։ ունենում, ուզում ես այդ ամեն ինչը, այդ ամեն ինչի արդյունք ունենալու համար, նաև սնունդով դա ապահովես։ Մաման 13, իսկ դու Ես 8 մոտավորապես կիլո, 8, բայց ես շատ նաև ինձ մոտ փոխվել այդ պրոպորցիան ճարպի ու մկանի։ Այսինքն նաև այդ ընթացքում շատ մկանայի զանգված եմ։ Հիմա դուք շաբաթը քանի անգամ ես մեր մոտ հաճախում։ 3 անգամ ռեֆորմեր ես անում, 3 անգամ
ամեն մատ տանը իդեալական է, այսինքն օրը մեջով ստացվում է ռիֆորմեր մատ նույն ձև ոնց որ իմ գրաֆիկն էլ է հենց այդպես գծած, իսկ papayi հետ անում եք տան օրինակ տանը ընտանեկան sense մատ պիլատեսի դաս անում եք, ամեն մեկը իր համար առանձին Պապան ինքնուրույն է անում, պապան առավոտյան միշտ առանց իր մարզումները անելու օրը չի սկսում, ինքը ժամային չենք չեն կարողանում բռնացնենք էլ ամեն մեկը մի ժամի պետքա դուրս գա տնից, դրա համար ամեն մեկը իր ժամին պարապում է ու դուրս է գալի։ ինքը հենց արտանում է անպայման պիտի պարապի, պարտադիր։ Այդ արտակինը ուրիշ sense ավելի sense ներքին փոփոխություններ, այ որ դու ասում ես կյանքի որակը, ինչ ես նկատել քո կյանքի որակի դիսցիպլինան միանշանակ առաջնահերթ, որ դու արդեն ինչ որ պատասխանատվություն ես կրում ինքդ քո առաջ, որ դու որոշակի բաներ պիտի պարտադիր քո օրվա ընթացքում անես։ Եվ ամենակարևոր բանը, որ ինձ համար է շատ կարևոր, ես երբեք օրինակ չեմ կարողացել կենտրոնանալ մի առաջադրանքի, մի գործի վրա, անընդհատ ես զգում եմ, որ իմ ուղեղը այսպես սփռված է ամենտեղ ու մի անգամ հենց բասին էր տեղադրել իր էջում, որ պիլատեսը համարվում է thinking person's workout, մի մարդու, որ շատ է մտածում, որովհետև պիլատեսի ժամանակ մաքսիմալ կոնցենտրացիա է պահանջում, այսինքն դու չես կարող անել ինչ-որ ֆիզիկական վարժություն, որի ընթացքում քո ուղեղը ինչ-որ ուրիշ տեղ կլինի, դու կմտածես այլ բանի մասին, որովհետև դրանից իսկապես կտուժի քո պարապմունքի որակը, դու կզգաս, որ դու լիարժեք չես պարապել։ Քեզնից պահանջվում է այդ մաքսիմալ կենտրոնացումը, որի ընթացքում դուք շատ լավ եք ուղղորդում պարապմունքների ժամանակ, թե որ մկանախմբի մասին նույնիսկ մտածել։ Ու այդ մտածելը արդեն փոխում է քո կատարած աշխատանքի վարժության որակը փոխվում է, այո։ Այսինքն կախված նրանից թե դու քո որ մկանի մասին մտածեցիր, ինքը ավելի շատ ակտիվացավ եւ դու պիտի այդ ընթացքում մաքսիմալ կենտրոնանաս քո մարմնի քո զգացողությունների վրա։ Դե նայ դու այսինքն սովորել ես մեր դասերի օգնությամբ ոնց որ կենտրոնանալ, բայց բացի դրանից դու նաև սովորել ես քո միտքը մարզել։ Երբ որ միտքը մարզված է, ինքը արդեն ամեն ինչ կարողանում է կառավարի։ Ու ճիշտ կառավարի, բացի նրանից որ կառավարի։ Դուք շատ ձեր ընկերներին էլ եք խորհուրդ տվել, որ մեր շատ ձեր ընկերներից մարդիկ եկել են, ես նույնիսկ papayi ընկերոջ մասին օրինակ մեր ոդկասթներում պատմել եմ, ոնց որ իր այդ ֆունկցիոնալնեսը ոնց էր կյանքում մեծացել։ Ոնց եք դուք խորհուրդ տալ։ Ինձ օրինակ հետաքրքիր է, ես մի մարդ եմ ձեր ընկերներից, որ, չգիտեմ, պիլատեսի չեմ գանում, Լուսինե ջան, Մայի ջան, դա ինչ է այդ պիլատեսը, այդքան տարված եք, տենց գնում եք, արժի գնամ պիլատեսի։ Դե ոնց ինձ կհամոզեք, օրինակ ես չեմ կարողանում ինձ համոզեմ գնամ պիլատեսի։ Ինձ ոնց եք խորհուրդ տալի, ոնց եք նկարագրում, ինձ այնքան հետաքրքիր է, դրսում դասից դուրս ոնց է նկարագրվում դասը։ Ես սկզբից ասում էի, որ դա յոգայի ինչ-որ մի տեսակ է, որը որ ավելի ակտիվ է, ու ճիշտը որ ասեմ, նո այդ միֆերից մեկն է պիլատեսի, որ շատերը բնականաբար դեռ ծանոթ չլինելով ինչ որ ձևով կապում են, որտեվ նման վարժություններ կա։ Քանի որ մարդիկ ծանոթ չէին այն ժամանակ, հիմա սենց քիչ թե շատ ոնց որ ավելի ընդգրկված են էլի այդ process-ների մեջ, ոնց որ ինտերնետով այո, ինֆորմացիան էլ շատ է։ Բայց երբ որ ասում ես, այ նայի, ես նիհարել եմ, նայի, ես այն որ, գիտեք, մարդիկ էլ են նկատում, օրինակ իմ մոտ, որ դուք ասում եք ինչ-որ բան փոխվել, այն մոտ փոխվել է, ինքս իմ հանդեպ ընկալումը, ես ինքս ոնց որ ավելի շատ եմ ինձ սիրում, ես մինչև այդ զգացողությունը չեմ ունեցել։ Այնքան շնորհակալ եմ ձեզ, որ դուք ինձ այդ բանը տվեցիք էլի, որտեվ դե մտածում ես, օքեյ, ես էլ սենց մարդ եմ, ես ինձ չեմ սիրում, անընդհատ ես ինձ քննադատում եմ, այս պահը լավ է, ես չեմ կարա, հա։ Մի խոսքով ու ասում ես, օքեյ, նայ, ես ոնց եմ, հա, դարել այդ փաստորեն կարող էի։ Դրանից, հա, այդ դրանից է, արի գնանք մի հատ դու էլ մի երկու անգամ արի հետս, տես ինչ լավ է, ոնց է։ Իրոք, հենց սեփական օրինակը ինձ թվում ես ինքս էլ եմ միշտ որ մեկ-մեկ զգում եմ, որ ահա քաղցրը շատ համահանեցի, ահա ինչ որ կարող է հոգնածեմ ու ավելի քիչ մարզվեցի, ասում ինեսա ստոպ, դու չես կարա, դու հազարավոր մարդկանց ստիմուլ ես տալիս, մոտիվացնում ես, ստիմուլ ես հանդիսանում ու սենց ոնց որ չեմ թուլանում, որտեվ ես գիտեմ շատերի, այսինքն եթե ես այն ինչը որ ասում եմ, որ դասը տալիս է, իմ վրա դա ցույց չտամ, դա արդեն հավատ չի ներշնչի, հա, համոզիչ չի լինի արդեն։ Ինձ մոտ էլ այդ նույն բանը լինում, օրինակ մեկ-մեկ որ ինչ որ հավաքույթների կամ բանի ենք լինում, ու ասենք երեկոյան, դե վերջում անպայման ինչ որ տորտ կամ քաղցր բան, ու ինձ արդեն ուղղակի ասում են, դե դու չես ուտում, չէ՞։ Ու նույնիսկ եթե դու ուզում ես այդ պահին ուտել, քեզնից արդեն կա այդ ակնկալիքը, որ դու շատ
շատ առողջ ես ում, դու ասում ես, չէ, ես չեմ ուտում։ Ու դու արդեն քեզ ավելի ձիգ ես սպանում, նրա հաշվին, որ դու արդեն ստեղծել ես այդ պատկերը, մարդու, որ ապրում է, վարում է առողջ ապրելակերպ, առողջ ասում։ Ուրիշ ձև են, արդեն ձեր շրջապատն էլ է ձեզ ուրիշ ձևն է։ Հա, դա ամենալավ գովազդ, եթե կարելի է այդպես ասել, դա ամենալավ գովազդն է, որ դու քո օրինակով ես ցույց տալիս այն փոփոխությունները, որոնք եղել են ու այդ փոփոխությունը ակնհայտ է բոլորի համար։ Այո, իրական մեր քաղաքում, մեր երկրում երևի ամենալավ աշխատող գովազդը դա է։ Իրական այս ստուդիան հիմա որ կա, այդ գովազդի շնորհիվ է, այսինքն այդ ամեն գոհ մնացած հաճախորդի շնորհիվ հավաքվեց մի մեծ հաճախորդների բանակ։ Մի բան էլ ասեմ, Ինեսա ջան, այդ նրանից է, որ դուք էլ շատ սիրով եք վերաբերվում, շատ եք սիրում ու այդ սերը ոնց որ պարապմունքի ժամանակ զգացում է դուք հենց հենց չեք եկել աշխատանքի։ Ուզում եմ վիրուսի պես սաղեք վարա։ Դուք շատ վարված եք խոսում այն ամեն ինչի մասին, ինչ որ դուք դասավանդում եք ու դա իրոք վարակիչ է ու իսկապես դու ուզում ես դրան ավելի մոտիկ լինել, դու էլ ես ուզում դա խորությամբ հասկանալ, դու էլ վերցնել, որովհետև նախ դու տեսնում ես դրա արդյունքը, ոնց որ դուք եք ասում, դուք պիտի ձեր արտաքինով առաջին հերթին լինեք այդ օրինակն ու գովազդը եւ մտածում ես այդ ամեն ինչը դու էլ վերցնես, որ դու էլ լինես դրա կրողը։ Իրականում, երբ որ ես հիշում եմ, որ նոր էի սկսել ես այս մարզաձևով զբաղվելը, պիլատեսը նոր էր Հայաստանում, то есть այդ տերմինը, даже այդ բառը շատերը ծանոթ չէին ու իսկապես չէի խնայում ոչ մի բան, ես պիլատեսի մասին խոսալով էլի եմ ասում իմ հաշվին գովազդ եմ միացնում Instagram-ը, անverջ քարոզում խոսում է ու ես վստահ եմ, սենց կարամ վստահ ասեմ, որ շատ-շատերը, то есть ես այդ կարծիքը լսել եմ, էլի, սենց չեմ նստել ինձ երևակայում, որ սիրեցին, ծանոթացան իմ շնորհիվ ու ինչ համար ես շատ դա ինձ ավելի է ոգեշնչում ու ոգևորում, որ ես ավելի աշխատեմ ու վերապատրաստումներից որ հետ եմ գալի կամ ինչ որ օրինակ իմ դասատուի հետ կարող ինչ որ մի դաս անեմ, դուք չեք պատկերացնում տանը իմ ոգևորությունը, որ ես տանը դա ոչ մեկին ինչ որ հետաքրքիր չի, բայց ես սկսում եմ ես ժամերով կարամ այսպես նստեմ ու ոգևորված պատմեմ ամեն դասից հետո դուք չեք պատկերացնում ու գնաց դա կարա մի քանի ժամ գնալ այսպես։ Իմ կարծիքով ձեր առաքելությունը հիմա մի քիչ ավելի փոխվել է, հաշվի առնելով, որ այսքան մեծ բում է պիլատեսը ապրում ամբողջ աշխարհում, հիմա արդեն ձեզ մոտ կառաքելությունը ոչ թե տենց բարձրացնելու իրազեկվածությունը, որ մարդիկ իմանան ինչ է պիլատեսը, այլ այդ ապատեղեկատվությունը, որովհետև այնքան բանն է հիմա պիտակվում որպես պիլատես ու մարդիկ ասում են, «Օ, չէ, ես գնացի պիլատես, փորձեցի, իմ դուրը չեկավ, բայց դու sense նայում ես, հասկանում ես, որ դա ամենևին պիլատեսը չէր»։ Հիմա էլ արդեն կա այդ կարիքը ներկայացնելու, թե ինչն է իրականում պիլատեսը եւ ինչն է ուղղակի sense մի հատ տրենդ, որը ոնց եկել է, տենց էլ անցնելու է։ Այո, կան տրենդեր, որոնք այո, ոնց կան։ Ես շատ ուրախ եմ իրական, որ դու այս թեման հենց բացեցիր ու դրա համար ես մեր հաղորդման շրջանակներում էլ հատուկ ոնց որ ուզում եմ շեշտեմ, որ հենց իմ մոտի դասերը, իմ ակումբի դասերը, որ այնպես չի լինի ես օրինակ քարոզեմ պիլատեսը ինչ որ մեկին ու այդ մարդը լսի, վայ, հենա Ինեսան ասում էր պիլատեսը լավ է, ինքը չգիտեմ ուր գնա պիլատեսի, բայց լրիվ ուրիշ բան տեսնի, ասի, էս էր որ Ինեսան ասում էր, բայց սա լրիվ ուրիշ բան է։ Դրա համար ես միշտ խորհուրդ եմ տալի, դուք այն ինչի համար ես եմ պատասխանատու, որ ես գիտեմ, որ ես դրա որակը կապահովեմ, այն ինչը որ ես կասեմ կհամապատասխանի իմ ամեն բառի տակ կարամ ստորագրեմ, դրա համար ես իմ դասերից եւ իմ ստուդիայի մասին եմ առաջի հերթին խոսում։ Այստեղի ոնց որ որակի ու դասերի մասին։ Առանձնացնել, որ կան պիլատեսի դպրոցներ եւ չէ, կան այո, կան թույլ տարբերություններ եւ դպրոցներ, կան շատ ուժեղ դպրոցներ, բոլոր դպրոցները իրականում լավն են, բայց Յուրովի։ արդեն յուրովի, հա, ամեն մեկը ոնց որ ունի այդ արդեն անհատական նախասիրության, մարտեր, հա, նախասիրության հարց է, ամեն մեկը Ու ինքն է գիտեք ընտրում։ ինչն եմ նկատել, շատ ինչը որ դուրս գալիս է, որ հայ սպառողը ու հայ հաճախորդը արդեն շատ լավ տարբերում է լավն ու վատը։ Այսինքն որակը ու անորակը տարբերում է։ Հիմա արդեն դու չես կարող, հատկապես պիլատեսը ինքը իրանով թանկ դաս է ու այդքան գումարը տալուց մարդ ակնկալում է, որ ինքը պետքա որակով դաս տանա, որ իր մեջքը ոչ թե ավելի ցավա, այլ հակառակը այդ դասից հետո չցավա, որpիսի դու չմտածես, իսկ ինչի համար այսքան գումար տվեցի, այլ հակառակ ասես արժեր, որովհետև մեջքից ցավը անցա, որովհետև տրամադրությունս բարձրացա, որովհետև էներգիաս շատ է, որովհետև ու տենց լիքը որտևներ։ Ու շատ կարևոր մի նաև այսպես առավելություն մի բան, որ ես քաղել եմ այստեղից ու դրա մասին երբեք չէի մտածել, այդ community-ն է, այն մարդիկ, որոնց հետ ես այստեղ ծանոթացել եմ։ Սկզբից իհարկե բոլորն էլ ձգտում են, երբ որ նոր է սկսում պարապել, մտածում ես պիտի գնամ անհատական, որ մաքսիմալ մենակ ինձ վրա լինի կենտրոնացումը, որ ես ու ուսուցիչը, բայց դե իհարկե ռեֆորմերը իր բնույթով չի թույլ տալիս, որ 5 հոգուց մենք այս դեպքում ավելի լինենք, ու այդ 5 հոգին դե
հիմնական բոլորս նույն գրաֆիկով գալիս ենք, Շատ արդեն լավն բոլորս եք, իրար հա։ ճանաչում ենք։ Մենք արդեն նախ գիտենք ով որ վարժությունն է սիրում, մենք արդեն գալիս ենք, գիտենք, եթե օրինակ չգիտեմ, հավաքածա Tower-ը իմ սիրածն է, կամ մի աղջիկ, որը այդքան էլ չի սիրում Tower-ը, ասում իրա դուրը այսօր չի գալու։ Իրական ես էլ որ տեսնում եմ այնքան եմ ուրախանում, որ դուք այդքան մտերմանում եք, ընկերանում եք, դաժե ստուդիայից դուրս արդեն սկսում եք իրար հետ շփվել, ու իրոք մենք բոլորս իրար կարոտում ենք։ Երբ որ մեկը գնում է արձակուրդ, ես եմ գնում, դուք եք, դաժե երբ որ դուք ասեն մյուս հաճախորդը չկա, իրար հարցնում են, էս ուրա Մարիան, վաղուց չի եկե, նորմալ է ամեն ինչ, այդ պրոստը անգին է այդ ամեն ինչ, այսինքն դու հաճույք ես տանում, նաև հոգեպես էստեղ գալուց, դու հաճելի մարդկանց հետ ես շփվում, դուք բոլորդ նույն լեզվով եք խոսում, այդ ամենակարևոր բանն է։ Լուսինե ջան, Մարիա ջան, ես շատ շնորհակալ եմ, որ Կիրակի օրը այս ձեր միակ ազատ օրը դուք տրամադրեցիք։ Եկեք շատ ուրախ կլինեի, որ ձեր papan Վարդանն էլ էստեղ լեր, բայց ես համոզված եմ, որ հիմա ինքը մտքով մեզ հետ է, ու ես համոզված եմ, այս 10 տարին, որը մենք ունենք, ինքը պլյուս երևի լիքը 10 տարիներ մենք միասին անցկացնելու ենք։ Ես շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն շատ։ Կարծում եմ այսօրվա զրույցից բոլորդ համոզվեցիք, որ Պիլատեսը եւ տղամարդկանց համար է եւ կանանց, եւ չունի ոչ մի տարիքային սահմանափակում։ Մարզվեք ամբողջ ընտանիքով եւ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողեք ել ավելի հետաքրքիր զրույցները։